Բժիշկ Մարուկյան, ողջույն։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս է ձեր տրամադրությունը։ Լավ, շնորհակալություն, իսկ ձերը։ Ընտիր, քանի որ ձեզ համար պատրաստել ենք 36 շատ հետաքրքիր հարց։ Սկսենք։ Սկսենք։ Որն է օրվա լավագույն սկիզբը ձեզ համար։ Օրվա լավագույն սկիզբը ինձ համար տղայիս արթնացնելն է ինձ քնից։ Առավոտյան հասցնում եք նախաճաշել, թե ոչ։ Ոչ, առավոտյան միայն հասցնում եմ սուրճ խմել։ Կնշեք բժիշկ լինելու մեկ դրական եւ մեկ բացասական կողմ։ Բժիշկ լինելու բացասական ամենահիմնական կողմը դա ծանր եւ դժվար մասնագիտությունն է պատասխանատու, իսկ դրական կողմը բոլորի կողմից հարգված լինելն է։ Ինչու ընտրեցիք հենց ակնաբուժությունը։ Ինչու ընտրեցի հենց ակնաբուժությունը։ Դե քանի որ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան թե 100 անգամ լսել, ես որոշեցի դառնալ ոչ թե լոռ բժիշկ, այլ ակնաբույժ։ Հետաքրքիր է։ Երբևէ մտածել եք ձեր մասնագիտությունը փոխելու մասին։ Ոչ, բայց ես կամաց-կամաց իմ մասնագիտությունը կարծես թե փոխում եմ, պրակտիկ բժշկից անցնելով կազմակերպիչի։ Ամենասիրելի խաղը մանկության տարիներին։ Ֆուտբոլ։ Իսկ ո՞րն է ձեր սիրելի ֆուտբոլային ակումբը։ Իմ սիրելի ֆուտբոլային ակումբը դա Բարսելոնան է, ազգային հավաքականներից դե բացի Հայաստանի հավաքականը, Բրազիլիայի հավաքականը։ Հանգստի լավագույն տարբերակը լարված աշխատանքային օրվանից հետո։ Ընկերների հետ բլոտ խաղալը երեկոյան։ Կպատմեք, թե ինչպես առաջացավ Vision Med-ը ստեղծելու գաղափարը։ Vision Med-ը ստեղծելու գաղափարը առաջացավ Անուշավան Կարապետյանի հետ միասին կենտրոնական զինվորական հոսպիտալում նստած։ Իսկ ընկերական հարաբերությունները չեն խանգարում գործընկերային հարաբերություններին։ Եթե հաշվի առնենք, որ ի սկզբանե եղել ենք ավելի լավ գործընկերներ, հետո նոր մտերիմ ընկերներ, չէ։ Սովորաբար, երբ որ մտերիմ ընկերները սկսում են միասին ընդհանուր գործ դնել, երբեմն խանգարում է։ Մեր դեպքում հակառակը ստացվեց։ Աշխատեցինք, նոր դարձանք լավ ընկերներ։ Իսկ անկեղծ կասեք, ով է ավելի խիստ ու պահանջկոտ ձեզնից։ Ոչ մեկս։ Ներկայումս ինչ ծառայություններ է առաջարկում Vision Med ակնաբուժական կենտրոնը։ Ակնաբուժական կենտրոնը առաջարկում է ինչպես մեծերի, այնպես էլ մանկական ակնաբուժական ծառայություններ եւ մեզ մոտ ընդհանուր անզգայացումից բացի բոլոր տեսակի ակնաբուժական վիրահատությունները կատարվում են։ Եվ ցանցատաղանթի, եւ կատարակտի, եւ գլաուկոմայի, այդպես։ Մեր համազած փայլապետիչյունը վիրաբուժական ծառայություն։ Հաճելի է, բարեցե։ Իսկ կասեք, ինչու են բուժառուները ընտրում հենց ձեր կլինիկան։ Բուժառուները ընտրում են մեր կլինիկան մի քանի պատճառով, ներողություն եմ խնդրում։ Բարև ձեզ, Մարուկյան։ Բուժառուները մեր կլինիկան ընտրում են մի քանի պատճառով։ Առաջինը, որ ճանաչում են մեզ, եւ երկրորդը, որ բուժառուները ընտրում են մի քանի լավը մեկ տեղում, այսինքն հարմարավետություն, բարձրակարգ բժիշկներ եւ հագեցած սարքավորումներով կլինիկա։ Ինչն է ամենակարևորը ձեզ համար աշխատանքային հարաբերություններում։ Անկեղծությունը, փոխադարձ հարգանքը։ Որ հատկանիշն եք ամենաշատը գնահատում մարդու մեջ։ Ազնվությունը։ Իսկ որ հատկանիշը ամենից շատ չեք սիրում։ Սուտ խոսելը։ Քանի որ հիմա օպտիկս խանութ սրահում ենք, մի փոքր կպատմեք մեզ։ Օպտիկայի մասը։ Այո։ Օպտիկան հիմնադրվել է կլինիկայի ստեղծելուց հետո, քանի որ ես նշեցի, որ պացիենտները մեզ ընտրում են հարմարավետության պատճառով նաև, որովհետև մենք կարողանայինք պացիենտներին առաջարկել հարմարավետ ակնաբուժություն, տեղում օպտիկայի առկայությունը դառնում էր արդեն պահանջված եւ ցանկալի։ Շատ լավ։ Կատարակտով հիվանդների բուժման համար ինչ դեր ունի որակյալ ոսպնյակի ընտրությունը։ Մի վարքյան ներողություն եմ խնդրում, իմ ընկերը նույնպես ինֆարկտերով է եկել։ Մոտեցի մի հատ մանուշին, այո։ Իմ կարծիքն ես ուզում հարցնես, արդեն ապրավան ընտրել էին նախապես, խնդրում եմ մենք այստեղ առաջարկենք ֆրանսիական BBGR ընկերության ոսպնյակներ շրջանակների համար, բայց ինչ այստեղ կարող ենք ընտրել եւ խտացված տարբերակը եւ հաշվի առնելով որ կանխատեսությունը շատ չէ, կարող ենք նաեւ 1.5 ինդեքսով առ։ Այո, իհարկե։
Դու պետք չես։ Այո։ Անցեք համեցեք։ Սա հետազոտման սենյակն է, ինչպես ասեմ։ Հետազոտման սենյակն է, բայց եթե կան չխախտելու համար ներշում։ Շատ լավ։ Կասեք ձեր 4 երեխաներին ինչ կարևոր խորհուրդ եք տվել, որին կուզեք հետևեն ողջ կյանքի ընթացքում։ Ճիշտ ասած, ես իմ երեխաներին հատուկ խորհուրդներ չեմ տալիս, եւ փորձում եմ իմ վարվելակերպով եւ ապրելակերպով օրինակ ծառայել։ Ամենասիրելի վայրը Հայաստանում։ Աշտարակ քաղաքը։ Ինչ դժվարություններ եք հաղթահարել Vision Med-ի գործունեության սկզբում։ ու տարբեր եւ ժամանակ չունենալու եւ ֆինանսական եւ բարոյահոգեբանական դժվարություններ ենք հաղթահարել։ Իսկ այդքան ճանապարհ անցնելուց հետո կարծում եմ կարող եք մի լավ խորհուրդ տալ այն մարդկանց, ովքեր ընտրում են բժշկությունը։ Խորհուրդ տալ։ Այո։ Եթե ուզում եք փող աշխատել, բժիշկ դառնալ հեչ պետք չի։ Ավելի հեշտ ճանապարհներ կա։ Ինչպես եք կարողանում համատեղել ծանրաբեռնված աշխատանքը եւ ընտանիքը։ Մեծ դժվարությամբ։ Եթե հնարավորություն ունենայիք հանդիպել հայտնի ակնաբույժի կամ գիտնականի, ում կընտրեիք։ Բոլոր ժամանակների ակնաբույժ։ Այո։ Կնախընտրեի Սեր Հարոլդ Ռիդլին։ Մանկության ինչ երազանք է մինչ օրս մնացել չիրականացած։ Դժվար է մտաբերել, հավանաբար որևէ սպորտում հաջողություն ունենալու երազանք փոքր ժամանակ ունեի որպես ֆուտբոլում, բայց ես երբեք պրոֆեսիոնալ սպորտով չեմ զբաղվել։ Եթե ունենայիք ավելի շատ ազատ ժամանակ, ինչով կուզեիք զբաղվել։ Այդ ժամանակ հաստատ տրամադրեի ընտանիքից։ Ո՞րն է ձեր սիրելի ընտանեկան տոնը եւ ինչպես եք այն նշում։ Իմ սիրելի ընդհանրապես տոնը, ընտանեկան եւ ոչ ընտանեկան նոր տարի։ Ահա։ Իսկ ինչպես եք սիրում տոնել։ Միանշանակ ընտանիքի հետ եւ ցանկալի տանը։ Որպես ակնաբույժ, ինչ եք փորձում անել ինքներդ տեսողությունը պահպանելու համար։ Փորձում եմ հնարավորինս քիչ օգտվել գadgetներից։ Ինչն է ձեզ համար նշանակում լինել երջանիկ։ Լինել երջանիկ։ Կարծում եմ լիարժեք երջանիկ լինել հնարավոր չէ։ Մենք կարող ենք երջանիկ պահեր ունենալ։ Ենթադրում եմ խնդիրների, առողջական հարցերի եւ ֆինանսական բարդությունների բացակայության պայմաններում երազանքների իրականացումը կարող ենք համարել երջանիկ պահեր։ Եթե ձեր մասին ֆիլմ ցուցադրվեր կինոթատրոնում, ինչ կասեր դահլիճում նստած հանդիսատեսը։ Իմ մասին ֆիլմ։ Այո։ Հավանաբար կասեր ինչ համբերատար է։ Մեկ բան, որը կցանկանայիք ավելացնել ձեր այսօրվա կյանքում։ Ավելի ազատ ժամանակ։ Ինչ գերբնական ուժ կցանկանայիք ունենալ։ Գերբնական ուժ։ Եթե մենք դա համարենք ուժ, կցանկանայի ունենալ ֆիզիկական ավելի շատ հնարավորություններ, որպեսզի քիչ հոգնեի։ Ո՞րն է եղել ամենամեծ ձեռքբերումը Vision Med-ի գործունեության ընթացքում։ Vision Med-ի գործունեության ընթացքում ամենամեծ ձեռքբերումը Անուշարան Կարապետյանի ունենալը։ Ինչպես եք պատկերացնում Vision Med-ը 5 տարի հետո։ Ավելի մեծ։ Ո՞րն է ձեր ամենամեծ երազանքն այսօր։ Ամենամեծ երազանքս երևի թե բացի ընդհանուր շաբլոն առողջ լինելուց եւ այլն, երևի թե իմ երեխաների մեջ ակնաբույժներ ունենալը։ 6 բլիցհարդ, որոնց պետք է շատ արագ պատասխանեք։ Նվիրել թե նվեր ստանալ։ Նվիրել։ Ոսպնյակ թե ակնոց։ Խոսքը ներակնային ոսպնյակին է վերաբերում։ Այո։ Ներակնային ոսպնյակ։ Գիրք թե ֆիլմ։ Ֆիլմ։ Հանգիստ երեկո տանը թե աղմկոտ հավաք ընկերների հետ։ Աղմկոտ հավաք ընկերների հետ։ Ծով թե լեռներ։ Երկուսն էլ, բայց ծով։ Շուտ արտանալ թե ուշ քնել։ Ուշ քնել։ Շնորհակալ ենք ձեզ անչափ հետաքրքիր հարցազրույցի համար եւ մեզ հյուրընկալելու համար։ Ձեզ շնորհակալություն, բարով եք եկել Vision Med։ Մինչ նոր հանդիպում։ Ոչ Անուշավանին բարևեցինք մտանք,
օպտիկա մտանք, ես չխոսեցի նոր օպտիկայի մասին, որը նոր մոլում է բացվում Հոմպլեքսում։ Մի խոսքով, բաներ կար, որ տենց կիսատ տրատ խոսեցի։ Հաջորդ անգամ Հաջորդ անգամ